Համաձայնագրի բովանդակության վերաբերյալ, ինչ օգուտներ է քաղելու Հայաստանի Հանրապետությունը այդ համաձայնագրից, ինչ պոտենցիալ ռիսկեր ենք տեսնում այս համաձայնագրի միանալու հետ կապված եւ ընդհանրապես ինչով է հեշտանալու մեր տնտեսության գործ արտահանման մասով, օրինակ, չգիտեմ, ծախսերի նվազեցում, կրկնակի հարկումից խուսափում, կամ օրինակ բավական մեծ խոչընդոտ է սերտիֆիկացումը, արդյոք օրինակ փոխադարձ տրամադրված սերտիֆիկատները ճանաչվելու են այլ երկրներում, որովհետև գիտեք բավական մեծ դժվարություններ ունեն մեր տնտեսվարողները սերտիֆիկացման գործընթացը անցնելու հետ կապված։ Արդյոք կառավարությունը շարունակելու այս ինտեգրման գործընթացը այս տարածաշրջանում եւ պատրաստվում է միանալ մաքսային նաեւ համաձայնագրին եւ այս ամբողջ համախմբում մի քաղաքական հարցադրում արդյոք այս գործընթացը չի խոչընդոտում ինտեգրման մեր այլ գործընթացներին, օրինակ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանալով առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ որոշակի պարտավորություններ ունի ԱՀԿ առջև, սակայն այդ համաձայնագրի անդամ ԱՊՀ երկրներից մաս են կազմում երկրներ, որոնք ԱՀԿ անդամ չեն։ Արդյոք այստեղ հակասություններ չկան եւ նույնը վերաբերում է նաեւ Եվրոմիության հետ ասոցիացիան համաձայնագրին, արդյոք այս համաձայնագիրը չի խանգարի հետագայում Եվրոմիության հետ ազատ առևտրի համաձայնագիրը եւ ասոցիացիան համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Շնորհակալություն հարցի համար։ Իսկապես այդ համաձայնագիրը, որը ստորագրվեց Սանտ Պետերբուրգում, ուներ պատմական նշանակություն։ Բանակցությունները այս համաձայնագրի շուրջ սկսվել են դեռևս 92 թվականին։ 93-94 թվականներին նմանատիպ համաձայնագիր ազատ առևտրի գոտու վերաբերյալ ստորագրվել է եւ այդ համաձայնագիրը չմտավ ուժի մեջ այն պարզ պատճառով, որ Ռուսաստանի Դաշնությունը չրատիֆիկացրեց այն, որովհետեւ կային բանավեճային խնդիրներ, որքանով է այն համապատասխանում Ռուսաստանի Դաշնության տնտեսական շահերին։ Հետագայում խնդիրը լուծվեց երկկողմ համաձայնագրերով, որոնք սահմանում էին ազատ առևտրի ռեժիմներ Հայաստանի, Ռուսաստանի միջև, Հայաստանի, Ուկրաինայի միջև եւ ԱՊՀ այլ անդամ երկրների միջև։ Այս բանակցությունները վերսկսվեցին 2 տարի առաջ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ եւ նպատակ ունեին ստեղծել միասնական խաղի կանոններ եւ փոխարինել ըստ էության երկկողմանի համաձայնագրերը, որոնք գործում են երկրների միջև։ Դա նշանակում է, որ ձևավորվում է միասնական պլատֆորմ եւ միասնական խաղի կանոններ։ Երկրորդը պետք է նշենք, որ այս համաձայնագիրը տարբերվում է երկկողմանի համաձայնագրերից նրանով, որ ավելի ժամանակակից տերմինաբանություն է իր մեջ պարունակում եւ ավելի ժամանակակից կանոններ։ Մասնավորապես հիմք է ընդունված համաշխարհային առևտրի կազմակերպության կանոնները, ինչպես նաեւ արժույթային հիմնադրամի կանոնակարգը, որի վրա էլ համաձայնագրում հիմնական հղումները կատարվում են։ Երրորդը այն չի հակասում համաշխարհային առևտրի կազմակերպության հետ մեր պայմանավորվածություններին, ավելին այն լրացնում է այդ պայմանավորվածությունները, ինչպես նաև ուզում եմ նշել, որ համաշխարհային առևտրի կազմակերպության անդամակցած այլ երկրներ նույնպես կողմ են այս նոր ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրին։ Այն ստեղծում է բացառիկ հնարավորություններ եւ նաև ունենալու է զարգացման միտումներ։ Մասնավորապես այդ հնարավորությունները մեր տնտեսարող սուբյեկտների համար կայանում են նրանում, որ առանց մաքսատուրքերի վճարման նրանք կարողանալու են այդ շուկաներում իրականացնել առևտուր։ Երկրորդը բոլոր երկրները ստանձնել են պարտավորություն, որ չեն լինելու կվոտավորումներ, լիցենզավորումներ, այլ այդ տարածքը լինելու է միասնական առևտուր իրականացնելու համար։ Պետք է արձանագրենք, որ սա մի քայլ էր առաջ ի համեմատություն երկկողմ համաձայնագրերի, որովհետև ընդլայնվում են մեզ համար շուկաները, մեր տնտեսություն վարող սուբյեկտների համար շուկաները, եւ եթե այս համաձայնագրին միանան Թուրքմենիան, Ուզբեկիստանը եւ Ադրբեջանը եւս, բնականաբար շուկան ինքը ընդլայնվում է եւ տնտեսարող սուբյեկտների միջև ապրանքների փոխանակման համար ստեղծվում են լրացուցիչ հնարավորություններ։ Երրորդ խոսափող։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Ուղղակի կարելի է այդտեղից ենթադրել, որ նաև Եվրոմիության հետ ասոցիացիան համաձայնագրի եւ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման նույնպես խոչընդոտ չի լինի եւ
այս փաստաթղթով մենք օրինակ լուծում ենք նաև փոխադարձ փաստաթղթերի ճանաչելիության հարցը, օրինակ նույն սերտիֆիկացումը, որը օրինակ բերեցի, այսինքն կարող ենք մենք ասել, որ նաև ծախսերը, որովհետև մենք բավական գիտենք, որ մեր Հայաստանում արտադրված ապրանքները եւ ծառայությունները շատ թանկ են, իսկ այնտեղ ներդրումներ անելու համար մեր գործարարների համար պահանջում են հսկայական գումարներ։ Կարող ենք մենք ասել, որ նաև այս մասով ծախսերի նվազեցում կլինի, թե այս համաձայնագիրը վերաբերում է միայն այս հարցին։ Ինչ եմ մտահոգված այս հարցով, որովհետև Մոլդովան էլ է ստորագրել, սակայն արդեն Եվրոմիությունից արձագանք կա, որ համաձայնագիրը վատ չի, սակայն եթե մաքսային միությանը ցանկացավ Մոլդովա միանալ, սա արդեն խնդիրներ կառաջացնի եվրոինտեգրման գործընթացում։ Մեր մտահոգությունն էր, որ հանկարծ այս գործընթացը չխանգարի մեր եվրոինտեգրման գործընթացին։ Շնորհակալություն։ Այո, այս հարցը հնչում է մշտապես, արդյոք ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը խոչընդոտում է եվրոինտեգրացման գործընթացներին, չեն խոչընդոտում այս գործողությունները, հակառակը իմ կարծիքով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներ են դրվում եվրոպական ստանդարտներ, այս նոր համաձայնագրում, դա նաև իր մեջ պարունակում են նոր ժամանակակից մեթոդների կիրառում, որոնք բնորոշ են Եվրոմիությանը։ Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, թե արդյոք խոր եւ համապարփակ նոր համաձայնագրի շուրջ, որ մենք վարում ենք բանակցություններ Եվրոմիության հետ, արդյոք դա կարող է դիտարկվել որպես հակասություններ, ապա եւս մեկ անգամ պետք է նշենք, որ ոչ, մենք այս գործընթացի մասին տեղյակ ենք պահել մեր Եվրոմիության գործընկերներին եւ նրանց կողմից որևէ առարկություն այս գործընթացի վերաբերյալ չկա։ Այլ խնդիր է ձեր կողմից բարձրացած երկրորդ հարցը, այն է մաքսային միությանը անդամակցելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշմանը։ Դուք հիշում եք, որ այս հարցի շուրջ կոնսուլտացիաներ են տեղի ունեցել, այդ թվում նաև ԱՊՀ պետությունների հետ, Ռուսաստանի Դաշնության հետ, Եվրոմիության հետ, եւ մեր դիրքորոշումը այստեղ հստակ է, որ Հայաստանը չունի այդպիսի նպատակ անդամակցելու ուրեմն այդ միասնական մաքսային միությանը։ Այստեղ կան բազմաթիվ խոչընդոտներ եւ խնդիրներ, որոնք անհաղթահարելի են այսօր Հայաստանի համար։ Ես կնշեմ միայն մեկը, որ մենք չունենք նրանց հետ սահման, իսկ միջազգային պրակտիկայում դեռևս չկա մի դեպք, որ մաքսային միության անդամ դառնա պետությունը, որը չունի միասնական սահման այլ երկրների հետ, որոնք այդ մաքսային միության անդամ են։ Դրա համար այս խնդիրը մեր օրակարգում չկա։ Շնորհակալություն։